Օրվա առիթով Մարալիկում վարչապետը նախ բացատրում է, թե ինչ է իրենից ենթադրում քաղաքացիության հայեցակարգն ու որն է քաղաքացու իր ընկալումը։ Քաղաքացին եւ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության աստվածն է։ Շարունակելով թվել քաղաքացուն բնութագրող այլ հատկանիշներ, վարչապետն ընդգծում է, քաղաքացին այն մարդն է, ով պետություն ստեղծելու, պետության մեջ ապրելու կանոններ սահմանելու կամք ունի։ Եվ այստեղ որ գալիս է երրորդ կարևոր հատկանիշը, ինքը իր սահմանած կանոններով ապրելու եւ այդ կանոններին ենթարկվելու կամք ունի։ Հետևաբար քաղաքացին Փաշինյանի խոսքով այն մարդն է, ով սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն է սիրում եւ ի վիճակի է խնամք տանել իր պետության նկատմամբ, ինչպես խնամք կտաներ իր զավակի նկատմամբ, եւ որպեսզի պետություն քաղաքացի հարաբերություններում խզում չառաջանա, քաղաքացին պետք է ուժեղացնի պետությունը, պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն։ Իսկ ինչ անի պետությունը, որ ուժեղացնի քաղաքացուն, հարց, որն ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի կառավարության համար ունի մեկ պատասխան։ Պետությունը պետք է ապահովի, որ դուք ունենաք մրցունակ կրթություն, որը ձեզ հնարավորություն կտա ունենալ այնպիսի աշխատանք, որը ձեզ հնարավորություն կտա ապրել բարեկեցիկ կյանքով։ Վարչապետը թվում է կառավարության պատրաստակամությունն այս ուղղությամբ 300 դպրոցների կառուցում, վերանորոգում, կամավոր ատեստավորման համակարգ, բարձր աշխատավարձի հնարավորություն, հեռանկարում ակադեմիական քաղաք ունենալու, մարզերում բուհերը առավել զարգացնելու ցանկություն։ Բավարար առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար։ Փաշինյանը ներկայացնում է ձնագնդի էֆեկտի գաղափարը՝ լավ կրթություն, բարձր վարձատրվող աշխատանք, հարկատու քաղաքացի, որի արդյունքում աճում են պետական եկամուտները։ Նրա խոսքով 2017-ի համեմատ 2025-ին հարկային եկամուտներն աճել են 130%-ով, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել առողջապահությունը, կրթական ու ենթակառուցվածքային ոլորտները։ Վարչապետը օրինակ է բերում Սինգապուրը, նշելով, որ փոքր տարածքով էլ է հնարավոր ապահովել զարգացում եւ մեծ բնակչություն։ Այս համատեքստում նա անդրադառնում է իրական Հայաստան գաղափարախոսությանը, պնդելով, որ միջազգայինորեն ճանաչված սահմանների վրա հենվելը ոչ միայն սահմանափակում չէ, այլ նաև կայունության հիմք։ Մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով։ Վարչապետը պատասխանեց նաև քաղաքացիների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին կրթությանն ու դպրոցաշինությանը, ապա շրջեց Մարալիկի կենտրոնական փողոցներով, որտեղ նշվում էր քաղաքացու օրը։ Երկու պար ավանդական ուտեստներ տոնական տրամադրությամբ հավաքված քաղաքացիներ։ Վարչապետը շրջում է տաղավարներով, զրուցում մարալիկցիների ու հարակից այլ բնակավայրերից եկած մարդկանց հետ։ Շատ ապրեք, շատ լավ եք, բարեք։ Ուսումնական տաղավարներում աշակերտներն էին, սպորտ հրապարակներում մարզիկները։ Վարչապետի մերթընդմեր ներկայացվում էին տարբեր սաների ձեռքբերումները, խնդրում լուսանկարվել իրենց հետ։ Նիկոլ Փաշինյանն էլ նվիրում էր ավանդական կրծքազարդ քարտեզներ ու շրջում բազմամարդ տարածքներով։ Վարչապետի հաջորդ կանգառը Արթիկն էր։ Այստեղ եւս միջավայրը տոնական էր։ Վարչապետը հիշեց փոքրիկ դուդուկահարին Արտյոմին։ Արտյոմը շատ լավ դուդուկահար է։ Հետո որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ժամանակ նաեւ Արտյոմին եմ հրավիրել, որ ելույթ ունենա ու շատ լավ ելույթ ա ունեցել։ Այստեղ էլ հյուրընկալ տաղավարներով երկու պարով դիմավորեցին վարչապետին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Արթիկում եւս վարչապետը հերթով շրջեց, կարճատև զրույցներ ունեցավ քաղաքացիների հետ։ Շնորհավորում եմ քաղաքացու օրվա առիթով։ Շնորհակալ եմ, եղբայր։ Ալագյազում էլ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ըմբիշներ Մալխազ եւ Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Տղաներից վարչապետն ակնկալում է օլիմպիական նոր հաջողություններ, ապա կայացավ սերունդներին ուղված բարեմաղթանքներով լի ուղերձ թերթոնի ստորագրման արարողությունը, որից հետո այդ թերթիկը փոխանցվեց փոքրերին, որ տեղադրեն նոր կառուցվող մարզաշենքի հիմքում։ Մեծ հաճույք է եւ պատիվ է անդադ վերադառնալ Ալագյաց խոշորացված համայնք ու կոնկրետ առիթներով, որ կարանք ցույց տանք։ Մանկապարտեզ, հանդիսությունների կենտրոն, ֆուտբոլի դաշտ, սպորտ դպրոց, ճանապարհ եւ այլն, առաջիկայում դպրոց եւ այս շարունակվելու է։
Ալագյազի այս վայրում բացված առատ սեղանների շուրջ հնչեցին կենացներ, շնորհավորանքի խոսքեր, նորանոր բարեմաղթանքներ։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։